հիմնականում այս տեսակ գործերի ամենավերջն եմ սիրում, երբ որ տամ դա այսպես sense գնում sense բուրըն ավարտի, բայց մենք բուրըն շարունակելու ենք, որտեղ մեր հաղորդման կեսն ենք ասել եւ արդեն իսկ շարունակելով մեր անակնկալները ձեզ ներկայացնել, որտեղ մեր տաղավարում անակնկալ հյուրն ենք, իսկ մեր տաղավարում Շաղիկ Տեր Վարդանյանն է, բլոգեր եւ այսուհետ եւ ընդմիշտ կարծում եմ նաեւ մեր խոհարարը։ Բարի լույս Շաղիկ եւ շնորհավորում եմ քեզ մարտի 8-ի կապակցությամբ բարի գալուս մեր տաղավար։ Շատ շնորհակալ եմ, սկացված եմ, մերսի շատ։ Շնորհավորում ենք Շաղիկ ու շատ ուրախ ենք, որ միացել ես մեր թիմին, թեպետ ես կարծում էի, որ այդ գաղտնիքը մի փոքր ուշ կբացենք, բայց քանի որ մի անգամից Ռուբենը մատնեց, ես առաջարկում եմ մեր զրույցը սկսել հենց այդ թեմայից, երբ ես սկսել պատրաստել, գիտենք, որ ունես բլոգ, որտեղ համեղ բաներ ես պատրաստում, համեղ ուտեստներ, վստահ եմ, որ համեղ, թեպետ կփորձենք, այո, կհամոզվենք մեր եթերից, երբ ես սկսել սիրել խոհանոցը։ Ճիշտն ասած, երևի սկսելա իմ համալսարանական օրերից, ես մեր Հալեբում ուրբաթ օրերը մեր off day-ն էր, միշտ ասել էի մամայից, որ մամ ես այսօր կսարքեմ, թող ինձ այսօրվա ճաշը։ Ուրեմն սկսել էի սարքել պաստայի տեսակներ, կարտոֆիլի տեսակներ եւ միշտ երևի գծու էի սարքում եւ միշտ ընկերներիս կանչում էի այդ օրը, շատ էին հավանում, բայց ոչ մի ռեսեպիից չէի օգտվում։ Ես միանգամից ես էի անում բոլոր համեմունքներով։ Դենց գիտեի, որ մեջս կար, որ ես կսիրեմ սարքել ճաշ։ Հետո որ ամուսնացա, գամած ավելի խորացա, որովհետև ամեն օր մի հատ ուզում էի մի հատ նոր բան սարքեի իմ ամուսնուն։ Ինքն էլ էր արդեն քնահատական տալիս եւ ինքը իմ առաջի աջակիցներից է։ Իսկ միայն աջակցում է, թե նաև երբեմն քննադատում։ Չէ, ասում է։ Կամ դժգոհում է։ Այո, բայց քիչ է լինում, բայց ընդհանրապես հավանում է։ Անկեղծ է, բայց քննադատում։ Այո, այո։ Բանը կա չի հավանում, անկեղծ ասում է։ Պարոններ։ Այո։ Հետո արդեն գամած, երբ որ սկսեցի իմ անձնական էջումս գտնեի ռեսեպիներ փաղաթրադոմսերը, սկացի, որ շատ մեծ հետաքրքրություն կա, ասեցի լավ բլոգ բացեմ եւ այնտեղ իմ ամեն ինչը այնտեղ ներկայացնեմ եւ նամանավանդ որ ես ուսմամբ սննդապան եմ, սովորած եմ սննդապանություն, ավելի ճիշտ է երկրագործություն, հետո մասնագիտությամբ սննդապանություն եւ balance food կարողանում եմ սարքեմ եւ սննդապ, այսինքն առողջարար եւ միևնույն adin որովհետեւ մայր եմ արագ պատրաստվող։ So եւ այսինքն սկսեցի խորհուրդներ տալ եւ փաղաթրդոմսեր գիսվել իմ ընկերների հետ եւ գամած մեծացավ ամեն ինչ։ Մենք գիտենք նաեւ, որ Շաղիկը Սիրիայում բացի այն, որ ուսանողական տարիներից սկսվեց այդ խոհարարական այդ ջիղը, այդ բացահայտումը տաղանդը, որ քեզ մոտ կա, նաեւ այնտեղ շատ բազմաֆունկցիոնալ այսպեսի աշխատանքներ ես ունեցել, տարբեր ոլորտներում հաջողությունների ես հասել, ավելի բացենք ճակերտները, թե Սիրիայում ինչերով էիր զբաղվում եւ ինչը դարձավ պատճառը եւ երբ դուք տեղափոխվեցիք Երևան։ Ահա, երկուքն էլ կարևոր նյութեր են եւ երևի առանցին պատմեմ։ Առաջինը, որ ես մեդիայում լավ փորձառություն ունեմ Սիրիայի մեջ, որովհետեւ 5 տարի կորզաթիր դնորեն էի ռադիոժամի, որը առաջին անձնական ռադիոժամն էր Հալեբի։ Եվ 5 տարի իբր կորզաթիր դնորեն եւ 2 տարի էլ ղեկավար եղա մեր այնտեղ ամսական սոցիալական մագազին ունեինք, դրան Հալեբի մասնաճյուղի ղեկավարը։ Ահա, ամսագրում նույնպես աշխատել է։ Այսինքն ամսագրում եւ ռադիոկայանի եւ իմիջայլոց TV այդ մեր մույս կազմակերպությունը բացում էր TV, բայց արդեն որ պատերազմը եղավ, այդ ընդհատվեց։ Բայց մենք արդեն 2011-ին ամուսնացանք եւ այստեղ եկանք եւ տեղափոխվեցանք։ Բայց իմ ամուսինը արդեն մի 2 տարի առաջ եկած էր, որովհետև ինքը իր ընտանիքով արդեն սկսած էին այստեղի ներդրումները շինարարական։ Մենք 2011-ից բացեցինք մեր փույնը հայրենիքում։ Եվ դրանից հետո իմ աղջիկներն էլ են ծնվել այստեղ, որ ես շատ երջանիկ եմ, որ Հայաստան են ծնվել եւ ուսանում են, այսինքն դպրոց են գնում եւ իրենց շրջապատը բոլորը հայ են։ Էդի մի ուրիշ զգացում եմ, որ կարող է այստեղի հայերը շատ գիտեն վստահ եմ դրա արժեքը, բայց ավելի ես իմանում, երբ որ ուրիշ երկրի մեջ ես ապրում, այդ այստեղ որ դու այլում ես խանութները, ամեն մարդ ովևէ մեկ աշխատող հայ է, էդի շատ լավ ես զգացում։ Չգիտեմ, sense չէ որ քո դունն է, քո մասն է ամեն ինչ։ Այդ դրանով լավ է։
Իսկ երկրորդ հարցումը որն էր, Շուշ ջան։ Երկուսն էլ պատասխանեցին, համ հասկացանք Սիրիայում ինչով էր զբաղված, համ էլ երբ տեղափոխվեցիր այստեղ, ինչն էր պատճառը, փաստորեն բավականին երկար ժամանակ ա որ արդեն դու Հայաստանում ես, բայց միևնույնն է դու խոսում ես քո լեզվով։ Դու չես սովորել մեր լեզուն, մեր ես չոր կոպիտ, այսպես ինձ համար մեր այո, մեր լեզուն, որը որ հիմնականում օգտագործում ենք, շատ այդպես չոր ու կոպիտ է։ Հովիգին հիշեցի Կեուչկերյան, երբ դժգոհում էր, որ ես շատ արագ եմ խոսում ու նա բան չի հասկանում։ Ասա դանդաղ խոսի Ռուբեն, դու ասե ինչև է ձեզ մոտ ավելի այսպես երկեցիկ է, ավելի տես ականջին հաճելի է, բայց կարծում եմ, որ նույնիսկ համոզված եմ, որ շատ ծիծաղելի շատ դեպքեր են եղել հենց լեզվի հետ կապված։ Այո, սկզբում նախ եւ առաջ ամենախնդալիքը, որ սկզբում տադերքությունների ենք հրավիրվում, գնում էինք, ես ոչ մի բան չէի հասկանում։ Ուր էիք հրավիրվում։ Հա։ Թատրոնը էի գնում, ոնց որ դիտում ենք, ամեն մարդ շատ խնդում է, ինչ որ շատ բան ես ոչ մի բան չեմ հասկանում եւ չեմ կարողանում խնդան, որով չեմ հասկանում մոմենտը, բայց հետո գամած արդեն սկսեցի այդ իմանալ այդ ռուսական բարերը, որ օգտագործում են այստեղ եւ ինչ որ հիմա որ թատրոններու գնում եմ, շատ ուրախանում եմ, որով հասկանում են։ Մի քանի երևի ձանը ռուսերեն բարեր, որ շատ չեն օգտագործում, այդ եմ չաս։ Ոչ թե հիմա հասկանում։ Կամաց պետքա ռուսերեն լեզուն սովորել, ամեն դեպքում։ Այո, մի ժամանակ սկսեցինք ես եւ ամուսինս տասեր առնելու, բայց ինչ որ բիզի է մեր կյանքը, չի կարողացանք շարունակել, բայց հուսամ կշարունակենք, բայց խնդալիք բաներ միշտ եղած է։ Օրինակ մի ժամանակ մեր մոտ չէ որ մեր մոտ ավելի հաջողորդներ կան ամեն համայն աշխարհից այստեղ գնացել են բանկ չէ այստեղ ասել էին իրենց որ գարակ вообще չէ ինչ բարեր որ ինչ որ Any bank կարաս գնաս, ինչ որ բառ են ասել իրեն։ Ռուսերեն։ Լյուբոյ, հա։ Ասել են իրեն Լյուբոյ bank կարաս գնաս։ Ինչ է ասում, չէ՞ բառը Լյուբոյ։ Ինքն էլ գնացել է, աման եկել է, ամեն թաղերը եւ այլն։ Հարցնում է Լյուբոյ bank-ը որտեղ է, Լյուբոյ bank-ը որտեղ։ Ախես Լյուբոյ bank-ներ ման գալիս։ Վերջը ասել են, վերջը հասավ մեր օֆիս ասեցին, չէ, Լյուբոյ bank են ասում են որ any bank։ Voyevemec bank, հա, ասեց, ինքը չէր իմանում որ այդ Լյուբոյ bank-ը այսինքն որն է բակ։ Այդ մի քանի բարերը, որ խնդալիք է, ես իմ աշխատողների հետ էլ միշտ դες մոմենտներ ունենում եմ, օրինակ ասում եմ ձգե, ինքը հասկանում է ձգե, ասենց ընկնում գծում ընկնում է, մենք ասում ենք ձգե, այսինքն թող։ Ինքը ասում է ձգի բռնի, ինչ որ չենք հասկանում իրար, լինում է այդ մի քանի բարերը, որ Բայց արդեն կարծում հարմարվել եք եւ սովորել եք։ Նաեւ մենք շատ ավելի արագ ենք խոսում, քան դուք, չէ՞։ Արեմտահայերենում շատ ավելի դանդաղ, այո, ավելի հանգիստ։ Մենք միշտ շտապ, այսպես շտապում ենք, շտապում, պետք է վայելել կյանքը։ Բայց կարծում շատ շուտով որ երբ որ արդեն շարիկն անցնի իր աշխատանքին, խոհանոցի, մենք նորից չենք հասկանալու իրար։ Կամաց մեզ էլ է ժամանակ պետք որ սովորենք։ Բայց ես մտածում եմ որ երևի լեզուս մի քիչ միքս է, որովհետև ես կարողանում եմ հասկացնել ըստեղի հայերին եւ կարողանում եմ սփյուռքա հայերեն խոսել։ Ես իրականում այնպես փորձում եմ կատականը չտասվեց, բայց դու շատ գեղեցիկ ես խոսում, շատ པարզ ես, շատ հասկանալի ես խոսում հայերեն։ Միմյանց կատակները նույնպես շուտով կհասկանանք։ Նշեցիր, որ սննդաբան ես մասնագիտության, բայց էլի մասնագիտություն նշեցիր, երկրաբան։ Այո, ինքը երկրագործություն, այսինքն հողագործություն, երկրագործություն եւ հետո սննդաբանություն։ Ինչպես որոշեցիր, հա, երկրագործությունից հետո։ Գիտես ինչ, այնտեղ մենք մերքով այն ժամանակ դենց էր, որ քո նիշերով կարաս դու իմանաս, այսինքն ամեն ինչ limited էր։ Ես այն ժամանակ այդ մի քանի օպշններին էդ էի ուզում, որովհետեւ մենք երևի էներ չգիտեմ, այդքան հին բակ գնամ պատմեմ, Իմ մեծ հայրս Խարպերտից ցեղասպանության ժամանակ գնացել է Սիրիա։ Սիրիայում արդեն դարձել է շատ մեծ կաբալարու, գառուցել է եկեղեցիներ եւ այլն, հետո հողեր վերցրել է եւ զեյթունի ծառեր ցանել է։ Այդ զեյթունի ծառերը գամած մեծացավ եւ դարձավ նորեն ընտանիքի բիզնես, որը մենք ցիտա բդղից ցետ էինք արտադրում։ Եվ այդ հողերի համար, որ ես էդի ուզում էի անեմ, որ ես էդի ունենք արդեն մեր կյանքում, ես էլ այդ պրակտիկը եւ ավելի ուսման մագարտակով ուզում էի այդ ամեն ինչի իմանամ։ Դրա համար այդ մտա, որ ավելի իմ հայրիկից օգնեմ։ Բայց չաշխատեց, այսինքն միան էդի իմ համար բեքգրաունդ էր, որովհետեւ հետո մեդիայում ուզեցի աշխատել։ Բայց երբ որ գարամ էդի շարունակեմ, երբ որ անցյալ դարից Փարիզ գնացի, երևի էդ էլ նշեմ, ուրեմն անցյալ դարի երբ որ բլոգը սկսեցի, ասեցի մի քիչ ավելի professional բան պետք է,
որոշեցի ամենաաշխարհի որ դպրոցը կարամ գնամ, մի քիչ sense culinary arts խոհարարական հմտությունների համար եւ որոշեցի Փարիզի Ritz Escoffier դպրոցը, որը աշխարհի ամենալավ դպրոցներից է։ Գնացի այնտեղ, շատ լավ հմտություններ ու տիրապետեցի եւ ավելի ճիշտը ֆրանսական կուզինին, ֆրանսական խոհանոցին ավելի ներքին գաղտնիքները։ Դա աշխարհի ամենահարուստ խոհանոցն է ֆրանսիական։ Այո, որը ինքը կարողա դու գանքում չօգտագործես դա միշտ, բայց դա միշտ պետքա ունենաս, եթե այդ փափակը ունես այդ ֆուդի հետ։ Արեցի եկա, շատ լավ էր ամեն ինչ եւ կորոնա վայրուսը եկավ մեր կյանքին եւ ես պլաններ ունեի նորից գնալ, բայց հիմա չգնացի, բայց նորեն էդի լավ էքսպերիենս էր։ Եւ էդի էի ուզում ասեմ, որ ես որ գնացի, էդի ճիշտ healthy cooking մասով գնացի, որ այսինքն թե French cuisine, թե առողջունոտ, որ ես մի քիչ upgrade ունեի այդ ամեն իմ գիտելիքներս։ Ինչն է հետաքրքիր, քիչ առաջ նշեցիր, որ սկսեցի պաստա պատրաստել մայրիկի համար եւ այլն, այսինքն սիրել ես արևելյան խոհանոցը։ Այո։ Օրեն ամեն ինչ կսիրեի, այսինքն հայկականը, արաբականը, Mediterranean, բոլոր ամեն ինչ։ Մենք որևէ մեկ դեղ որ ճամփորդում ենք, ես եւ ամուսինս երկուսս էլ շատ ֆուդի ենք, ուզում ենք ամեն ինչ փորձել, ամեն ինչ դենց ինչ որ շատ ենք ուզում սովորենք ամեն տեսակ խոհանոցների մասին։ Եվ էդի փերում եմ իմ հետ միշտ եւ էդի դանը անում եմ։ Իսկ մեր խոհանոցում հիմնականում ինչ որ խոհանոցն ենք անդրադառնալու, թե տարբեր խոհանոցներից վերցնելու ենք վաղակատոմսեր եւ ներկայացնելու ենք մեր հեռուստաեկրաններին, թե կոնկրետ ինչ-որ մի ուղղություն կա, որը որ դու ես վերցրել ու հենց դա էլ շարունակել։ Գիտես, երևի էդի անակնկալ թողենք։ Անակնկալը ի դեպ քիչ հետո կմատուցենք ձեզ, սիրելի հեռուստադիտողներ, այս պայն առաջարկում ենք լսել երաժշտություն, որից հետո Շաղիկին արդեն կտեսնենք մեր խոհանոցում, նա մեզ կսովորեցնի համեղ պատրաստել, մնացեք մեզ հետ։